Գիտեք, յուրաքանչյուր չկա պետություն, անգամ այնպես տոտալիտար ոչ մի պետություն, որտեղ իշխանությունը ասում են այո, մեզ մոտ կան քաղ բանտարկյալներ։ Ես այդպիսի բան մարդկության պետությունների պատմության մեջ չեմ տեսել, պատկերացնում եք, որ պետությունը ասի, այո, մեզ մոտ կան քաղ բանտարկյալներ։ Բոլորը ասում են, այս մի գործողության համար է, այս մի իրարացի համար է, այնտեղ մեկին ծեծել, հա մեկին ես արել, բայց դա բնականաբար սուտ է։ Բնականաբար այդ բոլոր մարդիկ, ովքեր քաղ բանտարկյալ են իրականում, այո, քաղ բանտարկյալ են, բայց իրենց համար օգտագործում են այլ հոդվածներ։ Այսինքն հոդված չկա մեր Ես չգիտեմ ինչ կանի պարեգմաշինը, ես իր գլխի մեջ ուղեղի մեջ չեմ կարող տեղավորվել, բայց ինձ համար անընդունելի է, այսօրվա 21-րդ դարում 2026 թվականին մեր պետությունը, որ մենք գնում ենք, ասում ենք, հայտարարում ենք, գնում ենք դեպի Եվրոպա, գնում ենք այդ արժեքները, մենք այդ արժեքներն ենք ընդունում եւ ուղղակի մարդուն խոսքի համար, ընդ որում ոչ ինչ որ վիրավորական, ոչ ինչ որ օրենքի խախտման, ուղղակի քաղաքական խոսքի համար բռնեն, նստացնեն, սա անընդունելի է եւ ես նաեւ մեր հասարակությանն եմ խնդրում եւ հորդորում, որ մենք բոլորս միշտ պետք է պայքարենք այս process-ների դեմ, որովհետեւ եթե մենք դա չանենք, իշխանությունները հասկանալ են, որ իրենք մարսում են ամեն ինչ եւ այս ռեժիմը ավելի է խստացվելու եւ վերջում գալու են քիչ-քիչ, այսպես բան ավտորիտարիզմի, վերջում էլ տոտալիտարիզմի։ Դուք ասում եք, որ կհարգեք ժողովրդի ընտրությունը, որպես քաղաքական ես ձեր կողմից եմ դուք կողմից, հերիքա երեխեք, որպես ընտրություններին մասնակցած քաղաքական ուժի ներկայացուցիչ, խնդրում եմ ասեք, հավասար պայմաններ կար քարոզարշավի ժամանակ եւ մասնավորապես գնահատեք լռության օրը, 3 լռության օր էր իշխանական հավասարության մասին ասեմ, հավասարության ամենաառաջինը հանրային հեռուստաընկերության մասով։ Տեսեք, դեբատները, ես դա ուղղակի մի րոպեի պես չացրեցի ասեմ, ուրեմն դեբատները արվում են լռության օրից 2 օր առաջ, հա, այսինքն վերջին օրը չէ։ Եվ սա շատ տրամաբանական է, որ դա պետք է լինի ավարտական, այսպես դեբատներ եւ բոլորը արդեն գնան, արդեն զբաղվեն իրենց քարոզարշավի վերջի օրը։ Եվ հանրայինը չպետք է օգտագործվի մեկ անձի համար։ Այնինչ հանրային հեռուստաընկերությունը, որը պահում է մեր բոլորիս հարկերով, չգիտես ինչի, կոնկրետ մի տեխնացուի ու շատ պատահմամբ իշխանական տեխնացուին տալիս է, չգիտեմ, կես ժամ թե 1 ժամ եթեր, որ ինքը անցած օրվա այն դեբատներում ինչ սխալ արել է, ինչ վատ բան խոսած է, ամեն ինչը սվաղի, հարթի, sense փաթեթավորվի ու հրամցնի իր ընտրողներին։ Սա անընդունելի է։ Պետք է լինեն դեբատները վերջին օրը, դրանից հետո ոչ մի քաղաքական ուժ հանրայինով, այլ հեռուստաընկերությունը, այստեղ բազմաթիվ հեռուստաընկերություն են ներկա, ով որտեղ ուզում է թող գնա ինտերվյու տա եւ այլն, բայց հանրայինը դա մեր բոլորինս է, դա Փաշինյանի անձնական հեռուստաընկերությունը չի, մեր բոլորիս հեռուստաընկերությունը պետք է ծառայի բոլորին, ոչ թե մեկ անձի, ով որ այդ պահին իշխանության է, սա դες հնուց եկած ավանդույթ է, որ այս իշխանությունները մեծ հաճույքով են սահմանադրություններ են հակել է իրենց այդ հակով այդ պիջակը, բաննել են այս հանրային մտնում այդ սահմանադրության փաթեթի մեջ, հակել են ու կներեք քշում են։ Վերջ, այսքանը Ուշանը որտեղից։ Ամենտեղից։ Չէ, ամենտեղից չեմ ուշանում։ Հետո գերտան է չեմ ուշանում։ Ինչ ժամանակին եք։ Խոստացել։ Ես սկզբից ասում եմ, այլ դուք եք ուշացել, այդ սկզբից այդ բանից ես շատ եկել եմ ուրիշների դաշակում։ Շատ լավ, չէ, սկզբից անդրադարձել եմ դրան, ընդհանրապես դա շատ լավ է, բայց ժողովուրդ իսկականից եկեք վերջ տանք, էլի, շատ շնորհակալ եմ մաղթում եմ լավ օր այսօր, մեկ էլ կհասցնեք, չէ, գնանք ընտրության հուսում եմ, չէ, ամբողջ օրես արդեն ասել եք։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Չեմ Այդ հենց այդ Հայաստանի համար է քրեատիվ այսօր։ Շնորհակալ եմ։